Երիտասարդ և ճանաչված դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության շրջանում։ Վերջինս ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս իր աշխատանքային գործունեությունից դրվագներ, ինչպես նաև հրապարակումներ է անում ժամանակ առ ժամանակ իր տնից, ցույց տալով իր և Գուրգենի գեղեցիկ բնակարանը, որը նրանք վերջերս են ձեռք բերել։ Դերասանուհին գաղտնիք չէ, որ այս օրերին նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որը կարծես թե կամաց-կամաց մոտենում է իր ավարտին։ Այս սերիալի վերջին կադրերում դերասանուհին բավականին հուզառատ է, անդադար լաց է լինում։ Այս կադրերը տարածվում են համացանցով մեկ, շատերը մտածում են, որ այս ամենը դերասանուհու անձնական կյանքից է, շատերն էլ շտապում են հիշեցնել, որ պարզապես այս կադրերը նկարահանման հրապարակից են և որ Ռոզայի անձնական կյանքում ամեն բան լավ է, պարզապես այս կադրերը շատ են տարածվում համացանցում, որոնք Անգելինայի կերտած կերպարից են։ Հավելենք նաև, որ դերասանուհին ժամանակ առ ժամանակ հարց ու պատասխաններ է կազմակերպում ինստագրամյան հարթակում, որոնցից վերջինը ներկայացրել էինք ձեզ։ Վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. «Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում»։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ և հենց տեսանյութի միջոցով պատմել իր և Գուրգենի ծանոթության մասին։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ Ռոզան և Գուրգենը մասնակցում էին հարսանիքի։ Մենք առանձնացրել էինք այս հարսանիքից մի քանի կադրեր, որտեղ երևում էր, թե որքան գեղեցիկ տեսքով է դերասանուհին մասնակցել իր ընկերուհիներից մեկի հարսանիքին։ Ընկերուհի, ում հետ տարիներ առաջ Ռոզան սկսել էր համագործակցել, իսկ համագործակցությունը վերածվել է ընկերության։ Դերասանուհին գեղեցիկ յուրօրինակ տեսքով էր ներկայացել, կրել էր սև զգեստ և մի լավ ուրախացել երեկոյի ընթացքում։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանը օրեր առաջ հրապարակել էր երջանկայիշատակ հայրիկի մասնակցությամբ լուսանկար, այդպիսով նշելով, որ նրա մահվան 4-րդ տարելիցն է։ 4 տարի առաջ հոկտեմբերի 28-ին մենք մնացինք առանց քեզ, պապ։ 4 տարի ես չեմ զանգել քեզ։ 4 տարի քո համար սուրճ չեմ դրել։ 4 տարի քեզ չեմ օգնել խանութի գործերում։
4 տարի ամենառավոտ չես հանել ինձ քնից ու ասել, որ աղջիկն այդքան չի քնի։ 4 տարի առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի, դու ինձ չես տեսել հիմա 4 տարի հետո։ 4 տարի քո ծնունդը չեմ շնորհավորել։ Քո հետ չեմ խոսացել որսից, թռչուններից, կրակելուց։ Ես քեզ սպասում եմ, պապ։ Գոնե հիմա արի, 4 տարի հետո։ 4 տարի ու ցավը այն է, որ դեռ մի ամբողջ հավերժություն մենք չենք հանդիպելու։ Իմ ապրվելիք ոչ մի օրում ես քեզ էլ չեմ տեսնելու։ Երբեք։ Հավելենք նաև Ռոզա Դավթյանի մասին մենք հաճախ ենք հրապարակումներով հանդես գալիս։ Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ Կույր աշխարհ հեռուստասերիալից։ Այդ օրից ի վեր վերջինս սիրված է հանրության կողմից, նրա յուրաքանչյուր հրապարակում, անձնական կյանքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն հետաքրքրում է հետևորդներին և նրա երկրպագուներին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ դերասանուհի Ռոզա Դավթյանը ամուսնացավ։ Նրա հարսանեկան կադրերը ողողվել էին ողջ համացանցով մեկ։ Դերասանուհու ընտրյալը ռուսաստանցի գործարար է։ Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին ցանկացել էր, որ հարսանիքի օրը լինի լուսահոգի Հայրիկի ծննդյան օրը։ Նրան եկեղեցի էր ուղեկցել հորեղբայրը։ Հայտնիները իհարկե այսօր ևս ներկա էին, հյուրերի շարքում էին սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն ու դերասանուհիներ Եվա Բաղդասարյանն ու Դիանա Տորեսը։ Նրանք հարսանեկան արարողությունից կադրեր էին հրապարակել ինստագրամյան հարթակում։ Դե իսկ հարսանիքից առաջ Ռոզա Դավթյանը ինստագրամյան իր էջում Bright to be արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։ Դերասանուհին նշանադրվել էր 2024 թվականի հոկտեմբեր ամսին։ Նախքան այդ նա երբևէ չէր ակնարկել, որ իր սիրտը զբաղված է, այսօր դերասանուհին նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որտեղ բավականին գեղեցիկ տեսք ունի, բաց կապույտ զգեստը նրան շատ է սազում։ Հրապարակմանը կից դերասանուհին խորհրդավոր գրառում է թողել. Մեզ սիրել ստիպում է մենակությունը և միևնույն ժամանակ սովորեցնում ատել անմնացորդ։ Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել. սեր։ Սիրել բոլորին, հասկացա, որ ուրիշը ես եմ, և սիրել պետք է նրան, և ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը։ Դերասանուհին իր լուսանկարներին կից թողել է Սոկրատեսի խոսքերը։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանն ու նրա սիրելին, ինչպես նաև Լևոն Մկրտչյանն ու սիրելին ամուսնացան նույն շրջանում, ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ։ Նրանք յուրաքանչյուրն էլ հարսանիքից հետո չմեկնեցին Մեղրամսի, շարունակեցին աշխատել և միայն մի քանի ամիս անց նրանք երկուսով միաժամանակ իրենց սիրելիների հետ մեկնեցին Մեղրամսի։ Նշենք նաև, որ մինչ օրս համացանցում ակտիվորեն տարածվում են Ռոզա Դավթյանի հարսանեկան կադրերը։ Ռոզան բավականին գեղեցիկ տեսք ուներ։ Նա ընտրել էր նուրբ վարսահարդարում և նուրբ դիմահարդարում։ Նրա զգեստը ևս յուրօրինակ էր առանց ավելորդ ճոխությունների։